Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր սրտից տրվել է, որ միասին կիսվենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, եւ այսօրվա իմ քարոզի վերնագիրն է «Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ»։ Կարծում եմ այնպիսի վերնագիր է, որ այս վիճակին չկա տենց մարդ, որ իր կյանքում հանդիպած չլինի, չկա տենց մարդ, որ իր կյանքում Տիրոջ կարիքը, Տիրոջ միջամտության կարիքը չունենա եւ վստահ եմ չկա տենց մարդ, որ ինքը մեծ ակնկալիքներ ունեցած չլինի, որ իրոք Աստված պատասխանի իրեն։ Բայց մինչև որ կանցնեմ իմ բուն թեմային, ուզում եմ մի փոքր մեր առօրյային նայենք եւ տեսնենք ինչ է նշանակում կանչել եւ ինչ է նշանակում պատասխանել։ Երբ մենք փոքր էինք, մեզ ամենաշատը կանչում էր մայրիկի ձայնը, ճիշտ է։ Եվ ինչ էր մայրիկի ուզածը։ Միշտ ասում էր՝ արի տուն հաց կեր, արի տուն շորերդ հագի չմրսես, ուշ արդեն արի տուն, ճիշտ է։ Բոլորը կարծում եմ մանուկ եղել են ու բոլորը այս նույն զգացողությունը ունեցել են, երբ մայրիկի անդադար կանչող ձայնը միշտ լսել ենք։ Ու մենք էլ միշտ պատասխանում էինք, չէ՞, հեսա կգամ, ու տենց էլ ուշանում էինք, մինչև որ մայրիկը մի քանի անգամ կանչեր, նոր մենք գնում էինք տուն։ Իհարկե չէի կարող խոսել կանչելու մասին ու հանկարծ մի պահ չհիշեի իմ տատիկին։ Իմ տատիկը, հորական տատիկի մասին է խոսքը, ինքը շատ աշխատող կին էր ու ովքեր որ ճանաչել են իմ տատիկին, ամալ տատիկին, իրանք կհիշեն, որ սարին, քարին կանգնել կար, իրան չկար։ Գիշերը ինքը արթնանում էր բոլորից շուտ գնում էր աշխատանքի, բոլորից ուշ քնում էր, ինքը շատ աշխատող կին էր, շատ։ Մեկ մտածում եմ, ասում եմ, երևի տենց տատիս եմ քաշե ես էլ, տենց մի փոքր մեկ որ աշխատել չաշխատելու մասին է խոսքը լինում, ասում եմ, դե տատիս եմ քաշե, դե գիտեք էլի։ Բայց երբ որ եկավ իր կյանքում մի հատ դժվար փուլ, որ ինսուլտը խփեց դաշտի մեջ, ու դրանից հետո ինքը 3 տարի անկողնային պարկեց տեղաշորի մեջ, դե արդեն էլ այն չէր, էլի, որտեվ արդեն իր մտածողության վրա էր ազդել այդ ինսուլտը ու չէր արդեն ինքը նորմալ դատում, նորմալ տրամաբանում, եւ իր մոտ մի հատ սովորույթ առաջացավ, ինքը կանչում էր գիշեր ցերեկ։ Կանչում էր բոլորի անունով, ասենք կարող ասեր, բանը Թագուի, օրինակի համար եմ ասում, անունները չեմ հիշում։ Ասենք եթային ասեին, այ տատի, այդ քո ասած Թագուին շուտ վանից մահացել է, մի կանչա, հա? Ասում էր Թագուի, նորից նես կանչում էր։ Հետո ասենք կարող անգներ Հայկուշ, ընկներ, չգիտեմ, ամբողջ օրը կանչում էր։ Մեր երեխեքից Սուրենը որոշեց մի օր մի հատ փորձ անի, ասեց դիկտաֆոնը միացրեց, ձայնագրել էր, հետո տարել էր տատի հետ մտել էր sense ընկերական խոսակցության մեջ, էլի, ասել էր տատի, հələ լսի ինչքան ես կանչում դու։ Ախր դու մեղք չես, համ քո բերանն ա ցավում, համ մեր ականջներն ա ցավում։ Ինչի՞ ես քան ամբողջ օրը գիշեր ցերեկ կանչում։ Դիկտաֆոնը միացրել էր, լսել էր, ասում է դուր եկավ։ Ասեց Սուրեն ջան, ասեց բերանս ցավում, ասեց կլինի այդ դիկտաֆոն, ասեց միացրա տիրը տեղ այդ մագնիտոֆոնը։ Ասեց դողի քո ամբողջ օրը կանչի էլի։ Այսինքն Սուրենի ձայնագրածը այն էր, որ տատի ջան, հələ լսի ինչքան ծանր է էլի քո ամբողջ օրվա կանչելը, տատիի դուրը շատ էր եկի, ասեց ես ամբողջ օրը չկորամ, ասեց միացրած է տիր լուսամուտին դու ամբողջ օրը կանչի էլի։ Ու տենց մի հատ էլ եղավ տատի հետ կապված, տենց հետաքրքիր, իհարկե կամուկած էի, էլի չպատմեմ, բայց ում մասին որ պիտի պատմեմ ինքս տեղ չի հեպարտանա, որոշեցի պատմեմ։ Ուրեմն այդ ընթացքում Կիրովականում եղավ ճամբար եւ Ցետրակ եղբայրը Ռիփսիկ քույրիկի հետ պետքա գնար ճամբարում դասավանդեր, դե տատին արդեն անկողնային էր, տատին ասենք դնում վերցնում էին 3 տարի։ Ու ինձ խնդիր եղավ, որ չկար տնող վերցնող, ու մեր Սամսոնը ինքը ասեց, ես այդ հոգսը կվերցնեմ իմ վրա, ինչ որ պետքա տատին դնել վերցնելու, իհարկե այսօր գիտենք, որ շատ երեխեք իրանց ծնողներին չեն անում, իրանց տատու պապերին չեն անում, բայց Սամսոնի ոչ տատներ, ոչ ծնողներ, ոչ պապներ, չգիտեմ էլի, բայց ինքը այդ հոգսը վերցրեց իր վրա, Տերը օրհնի իրան։ Ու վերցրեց այդ հոգսը, ինչի համար ես չէ, որտեղ ես այդ ժամանակ ծառայության մեջ եմ եղել, ամբողջ հալ հարակյաթը սենց է էլի։ Ուրեմն երբ որ գնում են
Սամսոնը որոշում է տատի հետ մի հատ sense տաղավարի զրույց ունեն, հա։ Այդ մա տատին ասում է, տատ ասում է, արի իր հետ պայմանավորվենք։ Ասում է դու բանը մի անգամ ասես, երկրորդ անգամ ասում է չկրկնես։ Ասում է ինչ ասես, քո ասածը վազելով անենք։ Ինչ ուզես բերենք, ինչի կարիք ունես, մենակ ասելա ստից չկանչես, էլի, որտեվ անընդհատ ասում էր տուալետել եմ ուզում։ Անընդհատ դե չես կարող, էլի, ասենք անդամալույց կինը, հա, վերցրադիր, ու ամեն անգամ ոնց որ խափում էր, էլի, վերցնում դնում է իր ոչ մի բան, դնում է իր տեղը, վերցնում դնում է իր ոչ մի բան, դնում է իր տեղը, ու էս էլ մեր բժիշկ Մամոյանն էր ասել, աղիներդ մաքուր կպահես, այտենց ընկել էր իրա բանի մեջ, որ ինքը պետք է ամբողջ օրը 15 անգամ տուալետ ուզի։ Սամսոնս որոշում է այս փորձ անի, դու ասում ես տատի ասում է։ Ստից չես ասում։ Հենց ասում ես տուալետ ունեմ, երկրորդ անգամ չես ասելու էլ։ Ես գալու եմ քեզի տնեմ տուալետ։ Մենակ ստից չասես։ Պայմ, հա, Սամիկ ջան ասում է։ Հա, պայմանավորվանք, անցնում եմ քիչ, ասում եմ տուալետ ունեմ, կարիք ունեմ, Սամսոնս գալի դնում է ոչ մի բան։ Նորից դնում է տեղը, ասում է այ տատի։ Ասում ախր իրար հետ մենք նոր պայմանավորվանք, էլի, ասում է, որ ստից չկանչես, էլի։ Ասում է հենց կարիք ունենաս, ասում է նոր կանչես։ Հա, ասում է, հա։ Լավ, Սամիկ ջան, եղավ։ Ասում եմ մի քիչ նորից գոռում, ասում եմ կարիք ունեմ, այդ թվում ասում եմ այ տատի, հիմի հաստատ կարիք ունես, որ տնեմ անելու ես, ասում եմ դե Սամսոն ջան, ասում եմ չունեմ, բայց դե ասում եմ կարգաթո պահպանվի, էլի։ Ու էսի դարձավ մի հատ պատմություն, մենք միշտ հիշում ենք տատին, որ դե չունեմ, բայց դե կարգաթո պահպանվի։ Երբեմն մեր կանչելը սիրելի Աստծո ժողովուրդ դինում է այսպես էլի որ մենք էլ ենք կանչում դու չես իմանում ինչի համար ես կանչում քեզ այդքան շատ կանչում ընկնում ենք ուղղակի գծի վրա ու սկսում ենք կանչել անգամ հոգևոր հարցերում որոնց մասին մի քիչ հետո կանք կառնեմ որ երբեմն բաներ կա որ մենք աղոթքի մեջ ուղղակի դարձրել ենք ռեֆլեքս ու չենք էլ հասկանում թե ինչ ենք Աստծուց այդքան ուզում էլի ու հետո որ մտածում ես ասում ես հա իրոք էլի, ասենք բաներ կա, որ մենք ուղղակի ամեն անգամ աղոթքի մեջ ասում ենք, կրկնում ենք, բայց այդպես էլ ոչ մտածել էինք դրա մասին, ոչ էլ կարծում եմ դրա կարիքը այդքան կար։ Ուղղակի ասում ենք, որովհետև արդեն դա դարձել է մեր համար սովորություն։ Քանի դեռ փոքր էինք, մաման էր կանչում, երբ որ մեծանում է, էլի մաման է կանչում, բայց այս անգամ արդեն չենք արձագանքում շատ ժամանակ մամայի կանչին, ինչի համար, որտեղ մեծացել ենք։ Լինում է պահեր, երբ դու շատ լավ լսել ես քեզ կանչողի ձայնը, բայց քեզ դնում ես չլսողի տեղ։ Ում է դա այտենց բաներ է, իմ այդտեղ էլ է շատ։ Որ ասենք կանչել են մեկը շուտ աշկերտդ փակում ես իբր թե քնած ես։ Կամ ասենք մեկը եկել է քեզ ուզում է ինչ-որ մի բան ասի, բանն է, քեզ դնում ես քնածի տեղ, որ ասեն գանտենան աշկերտդ փակու, ասեն papan կամ maman քնած է, չենք կարող ասենք, կամ թեկուզ երեխեքը, ասենք մեր երեխեքն էլ մի քիչ սիրում են, չէ՞, կյառանգաճություն անել, որ ասենք գոռում ես, ինքը շատ լավ լսում է քեզ։ Բայց ինքը չի պատասխանում, որտեվ գիտեն, հենց պատասխանեց, պետք է ասես մի բան բեր, մի բան տար կամ մի բան արա։ Դրա համար երեխեքը շատ ժամանակ իրանց դնում են չլսելու տեղ։ Իմ նախկին տնօրենը մեզի սովորացրել է հետևյալ բանը։ Իհարկե ես դից ես չեմ սովորացնում ժողովուրդ ջան։ Ուղղակի ինքնցի վատ բաներ, այսինքն մեզի վատ բաներ սովորացնում։ Ասում էր, երբ որ մեկը զանգում է հեռախոսով, վերցնում ես ու զգում ես էլի, որ այդքան էլ հաճելի խոսակցություն չի։ Ասում էր, ասա ալո, չեմ լսում, ալո, կդրտում, այս կապերն ինչ է այսքան վատ, ալո, անջատի։ Ասում էր երկու անգամ անես, երրորդ անգամ էլ չի զանգի։ Եվ էսի երբեմն մեր մոտ դարձել է սովորություն, որ ստից ալո, բայց չէ շատ լավ լսում ես, ուղղակի չես ուզում պատասխանես, դրա համար ես ասում ալո։ Հակառակ իրադրությունը, իսկ եթե կանչողը դու ես, իսկ եթե զանգողը դու ես, իսկ եթե թակողը դու ես ու քեզ չեն պատասխանում, քեզ չեն լսում, քո առջև դուռը չեն բացում, դու ինչ ես անում, քեզ զգում ես ուրախ, թե զգում ես քեզ արհամարված եւ անտեսված, որովհետեւ դու տեսնում ես, որ արդեն մարդիկ չունեն քո հավեսը։ Առաջ գյուղերում ես հիշում եմ, որ լսել եմ ու հիշում եմ էլ, որ կային գյուղապետարաններում աշխատող կատարածուներ։ Ով է հիշում, որ ասենք կատարածուն ինչի համար էր, որ եթե մի բան ասեին, ասենք կա ուղարկեին, այս մարդը գնար մի բան ասեր, մի բան տաներ, մի բան բերեր, ոնց որ այդ գյուղապետարանի աշխատողների ձեռու ոտելներ այդ մարդը, կարևոր մարդ էր։ Բայց
Ժամանակակից, ինչ ասեմ, նորարարությունները, հետո երբ որ արդեն դուրս եկավ հեռախոսը, կատարածությունների ասեն աշխատանքը մի քիչ ավելի թուլացավ, հետո երբ որ դուրս եկավ բջջային հեռախոսները, վստահ եմ որ կատարածությունների գործը լրիվ արդեն շարքից դարձավ անպիտան, ինչի համար, որտեղ այսօր մարդը ավելի շատ հասանելի լինելու, ոնց ասեմ, հնարավորություն ունի։ Մենք եւ մեր սարերը ֆիլմ ով է տեսել։ Օրինակ, ես մեր հայ ֆիլմ կինոստուդիայի արտադրած ֆիլմերը իմ համար ամենալավ ֆիլմերն են աշխարհի, ուզում Հոլիվուդը լինի, ինչ ուզում ալի, իմ համար հայ ֆիլմը առաջի տեղում է։ Ու մենք եւ մեր սարերի այդ մեջ ու դա իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է, եթե ասեմ, հետաքրքիր է, հիշում եք այն պահը, երբ որ են կատարածություն գալիս է ու կորում ասում է, կանչում են, քննիչը կանչում է, հետաքրքիր է, որ միշտ այնտեղ ասում են լսեցի, չէ, կամ հասկացա, այսինքն մի քանի անգամ կրկնում էր, որ դիմացինը հերվից լսեր արձագանքի միջոցով ու հասկանար, որ իր ասածը հասել է տեղ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, բոլորն են ուզում լինել լսված, բոլորն են ուզում լինել ընդունված, բայց տեղ կա մի հատ մեծ բայց կանայք մի փոքր ունեն այլ մտածելակերպ։ Սիրելի կանայք, խնդրում եմ չնեղանաք, բայց դե որ այդպես է, ինչ ասեմ։ Եթե 20 կին նույն սենյակում նստած լինի, միանգամից 20-ն էլ խոսում են, ոչ մեկի չի լսում, բայց միևնույն է դա իրանց չի անհանգստացնում, իրանք միևնույն է խոսում են, մինչև վերջ իրանք պետք է ասեն այն ինչ որ պետք է ասեն։ Եթե անգամ ինքը վստահ է, որ իրան ոչ մեկ չի լսում, բայց կարևոր չի, ինքը եթե սկսել է, պետք է անպայման ավարտի։ Իսկ կանանց մոտ ավարտելը մի քիչ այդքան է շուտ չի ստացվում։ Դու գիտեք, որ մարդու ականջները քիչ ձայներ են լսում, բայց եթե դու չես լսում, չի նշանակում, որ այդ ձայները չկան։ Իսկ դու գիտեք, որ մարդը ամենալավը լսում է մինչև 10 տարեկան հասակում։ Երեխան մինչև 10 տարեկան իր ականջները ամենաուժեղ ձայն լսելու այդ ժամանակահատվածը մինչև 10 տարեկանն է։ Իսկ դու գիտեք, որ երեխան ունի համի ամենաուժեղ զգացողությունը։ Ես կարծում եմ էլի մինչև 10 տարեկան մոտավորապես, որովհետև այդ ժամանակը, որ երեխան, այսինքն եւ շատ լավ լսում է, եւ շատ ուժեղ համի զգացողություն ունի հենց երեխան։ Մեծերը չունեն նմանատիպ համի զգացողություն։ Ուրեմն հետաքրքիր է, որ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ խոսում են ծովերը, խոսում են գետերը, խոսում են տիեզերքը, խոսում են սարերը, եւ Աստծո ամբողջ արարչագործությունը խոսում է եւ փառաբանում է եւ երկրպագում է ամենակարող Սուրբ Աստծուն։ Գիտես ինչու են փոթորիկը, ծովը եւ բոլոր ստեղծագործությունները հնազանդվում Հիսուսին։ Ինչի համար էին հնազանդվում։ Գիտես ինչի համար էր հացը հնազանդվում Հիսուսին, ձուկը հնազանդվում Հիսուսին, ջուրը ինչի համար էր հնազանդվում Հիսուսին, ինչի համար էր դիվային աշխարհը հնազանդվում Հիսուսին։ Ես հերթով Քրիստոսի կատարած հրաշքները չպատմեմ, քանի որ նրանք լսում էին գերիշխան Աստծո ձայնը, եւ նաեւ Աստված էր լսում նրանց ձայնը, եւ նրանք հնազանդվում էին Աստծուն։ Աստված տվեց իշխանություն անգամ Հեսուին, Աստվածաշնչում գրված է այդ մասին, որ կանգնեցնի արեգակը եւ լուսինը, ճիշտ է։ Աստված տվեց իշխանություն Եսայի մարգարեին, որ արեգակը անգամ 10 աստիճան հետ պտտի։ Աստված տվեց Մովսեսին իշխանություն ծովը ճեղքելու երկու մասի, եւ սրանք հեքիաթներ չեն, սիրելի Աստծո ժողովուրդ, որ գրված է Աստվածաշնչով։ Սա Աստծո գերբնական զորությունն է, որը իրականություն է։ Հոբ 34:7 խոսքերում, երբ որ խոսում է Աստծո մասին, եւ ինչ ասում, համեմատում է Աստծո ձայնը գոռոցի հետ, որոտի հետ։ Իսկ հայտնության գրքում գրված է, ով ականջ ունի, թող լսի։ Իհարկե, այսինքն հիմա ես կարող ունենամ շատ մեծ ականջներ, փարթամ, բայց դա չի նշանակում մեծ ականջ ունենալը նշանակում է լավ լսել կամ ընդհանրապես լսել, որովհետև կարող ես ունենամ ականջ, բայց այդպես էլ լսելու ունակություն չունենամ։ Հոբ 9:5-10 խոսքերից եմ մեջբերումներ անում, նա որ տեղափոխում է լեռները եւ նրանք չգիտեն, որ նրանց տապալում է իր բարկության ժամանակին, նա որ շարժում է երկիրը իր տեղից եւ նրա սյուները դողում են, որ արևին հրամայում է եւ նա չի ծագում եւ աստղերը կնքում է, որ երկիրը տարածում է մենակ եւ գնում է ծովի բարձր ալիքների վրա։ Հասկանում ես, որ Աստծո ձայնը շատ զորավոր է, Աստծո ձայնը շատ հզոր է, եւ այսօր ամեն մեկը չի, որ ուզում է լսել Աստծո ձայնը, ինչի համար, որովհետեւ վախենում են Աստծո ձայնը լսելուց։
Առավել եւս այսօր շատերը չեն, որ ուզում են տեսնել Աստծուն, ինչի համար, որտեղ վախենում են Աստծու հետ հանդիպելուց։ Ինչպես որ Իսրայելի որդիներն էին, երբ որ եկան, հասան Սինա լեռան ստորոտում եւ Աստված ուզեց հանդիպել իր իսկ ժողովրդի հետ։ Եվ նրա ժողովուրդը մերժեցին նրան ասելով. մենք չենք ուզում Աստծուն ոչ տեսնել, ոչ լսել, Մովսես, դու գնա, թող Աստված քեզ ինչ ասում ասի, հետո դու կգաս մեզ կասես։ Սաղմոս 29:4-9 խոսքերը ասում է. Տիրոջ ձայնը զորությունով է, Տիրոջ ձայնը մեծ վեհափառությունով է, Տիրոջ ձայնը փշրում է մայրերը եւ Տերը փշրում է Լիբանանի մայրերը։ Եվ մի քիչ ավելի ներքևից ասում է. Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում, Տիրոջ ձայնը դողացնում է անապատը, Կադես անապատը։ Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում եւ իր տաճարում ամեն մեկը փառք է տալիս նրան։ Կարաս ասես փառք Տիրոջը։ Իհարկե Տերը տարբեր մարդկանց հետ խոսեց տարբեր ձևերով։ Մովսեսի հետ խոսեց վառվող մորենի միջոցով, Հովսեփի հետ խոսեց տեսիլքների եւ երազների միջոցով, Պողոսի հետ խոսեց լսելի ձայնով, Եզեկելի հետ հափշտակության միջոցով, չէ՞ որ հափշտակեց Եզեկելին եւ տարավ Երուսաղեմ։ Դանիելի հետ խոսում էր աղոթքի միջոցով, տեսիլքների միջոցով, մարգարեությունների միջոցով։ Աստված քեզ հետ էլ ուզում խոսի, սիրելի Աստծո մարդ։ Աստված քեզ էլ շատ բան ունի ասելու, Աստված քեզ էլ շատ բան ունի սովորեցնելու, Աստված քեզ էլ շատ բան ունի ցույց տալու։ Ով է ուզում լսել Տիրոջ ձայնը։ Հնարավոր է այսօր դու ասես ես, բայց հավատացեք ինչքան էլ ասես ես ուզում եմ լսել Տիրոջ ձայնը, դա դեռ չի նշանակում, որ դու իրոք ուզում ես լսել Տիրոջ ձայնը։ Երբ մեր կյանքում կա մեղք, ինչպես Ադամի կյանքում էր մեղքը, Ադամը մինչև այդ շատ մտերիմ մի հարաբերության մեջ էր Աստծո հետ, ճիշտ է, փոխհարաբերության մեջ էր Աստծո հետ, բայց երբ որ լսեց Աստծո ձայնը, ինչ արեց, փախավ եւ թաքնվեց թե Ադամը եւ թե Եվան։ Ինչի համար, որովհետեւ արդեն մեղանչել էր։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մեր մեջ էլ կան շատ քույրեր ու եղբայրներ, որ ժամանակին Տիրոջ տան մեջ նստած էին, որ ժամանակին փառաբանում եւ երկրպագում էին Աստծուն, որ ժամանակին Տիրոջ հետ ունեին անձնական հարաբերություն, բայց եղավ ժամանակ, երբ որ նրանք հեռացան Աստծուց, կտրվեցին Աստծուց, թողեցին Աստծուն եւ հիմա անգամ խուսափում են քրիստոնյաների հետ հանդիպելուց։ Մարդը տեսնում է քեզ, ուզում ես ճանապարհը թեքում է, որ քեզ չհանդիպի։ Գիտես ինչի համար։ Ոչ թե դու ես փոխվել, այլ ինքն է փոխվել։ Ու գիտեք իր կյանքում ինչա փոխվել։ Իր կյանքում մեղք կա եւ այդ մեղքը այնպես է անում, որ ինչպես որ Ադամը փախավ ու թաքնվեց, դու ես փախոնում եւ թաքնվում եւ չես ուզում անգամ քո քույրերի կամ եղբայրների հետ շփվել լոկ են բանի համար, որովհետեւ մեղքը քեզ ստիպում է թաքնվել, որովհետեւ մեղքը բացել է քո աչքերը եւ դու տեսնում ես, որ դու մերկ ես, մեղքն էր, այսինքն դու ճաշակել ես այն պտուղը, որը որ քեզ հեռացրեց Աստծուց։ Երեմիա 33:3 եւ այս խոսքի վրա է իմ այսօրվա քարոզը կառուցված։ Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես։ Այս քարոզը ծնվել է իմ սրտում ամիսներ առաջ, երբ իմ 4 տարեկան աղջիկը պառկած էր կողքիս եւ հարց տվեց ինձ։ Ու գիտեք որն էր այդ հարցը, ասեց. «Պապա, Հիսուսը լսում է մեզ»։ Ասեցի. «Բնականաբար, այո»։ Ասեց. «Իսկ եթե ես աղոթում եմ, Հիսուսը ինձ լսում է»։ Ասեցի. «Այո, լսում է»։ Ասեց. «Հիմա ես որ Հիսուսին ասեմ, Հիսուսը ինձ կլսի»։ Ասեցի. «Հա, բալես կլսի, բա ոնց»։ Ու գիտեք ինչ արեց։ Սկսեց կանչել Հիսուսի անունը։ Հիսուս, Հիսուս, այ Հիսուս, կանչում է էլի։ Մեկ էլ որ երկար կանչեց, ինքը տենց սովորություն ունի, ինքը այնքան կասի մինչև ասես հ, կամ ասես ինչա։ Ասեց Հիսուս, Հիսուս ու շարունակեց, մեկ էլ որ տեսավ արձագանք չկա, ասեց Հիսուս, ասա հ։ Ստեղ ծնվեց այն ամենը, ինչը որ իմ կյանքում երբեք չէի պատկերացրել, որ կարա լինի։ Այսօր իմ պատգամը ծնվել է հենց այս փորձի վրա։ Ես տեսա, լսեցի իմ կյանքի հավատքի ամենամեծ դրսևորումը, հիմա կբացատրեմ թե ինչու։ Հիմա ես որ ասեմ ավելի մեծ էր, քան այն բոլոր բաները, որ գրված Աստվածաշնչում, ես որ ասեմ հավատքի մի հատ մեծ ինչ որ օրինակ պատմեք Աստվածաշնչից, այսօր շատերը կասեն, չէ, որ
երբ որ Մովսեսը ճեղքեց Կարմիր ծովը, երբ որ Հեսուի ժամանակ արեգակը կանգ առավ, եւ այսպես շատ հրաշքներ, երբ որ կետը Հովնան մարգարեին կուլ տվեց, ինչքան հրաշքներ կարող ենք մենք ասել Աստվածաշնչից, բայց ես ձեզ կասեմ, իմ համար հավատքի ամենամեծ դրսևորումը այս փոքր նախադասության մեջ էր, որ ես սովորեցի 4 տարեկան երեխուց։ Հիսուս ինքը հարցրեց ինձ, չէ՞։ Ու այդ ժամանակ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Մի անգամից կինս մտավ խոսակցության մեջ ու սկսեց այդ երեխի բերանը փակել։ Չի կարելի բալես, Հիսուսը մեր Տերն է, մեր Փրկիչն է, չի կարելի Հիսուսի հետ այդպես խոսել, սենց բան էլի, հասկանում եմ իրան, իր մեջ կա վախ, կա ակնածանք, կա, չգիտեմ, Աստծո հանդեպ ունեցած երկյուղ, եւ ես վստահ եմ, որ իմ մեջ էլ է նույնը եղել տարիներ շարունակ, եւ սա ոչ թե օգնել է մեզ, այլ խանգարել է մեզ Աստծո հետ ունենալ մտերմիկ փոխհարաբերություն։ Եվ հասկանում եք, սա ինչ է նշանակում։ Ու այդ ժամանակ, երբ որ ինքը լռեցնում էր իմ աղջկան, Սուրբ Հոգին խոսեց իմ միջից ու հանդիմանեց։ Ես հանդիմանանքը զգացի այդ խոսքի միջից, ասելով. «Թույլ տվեք, որ հիշեցրեց Աստվածաշնչից այն խոսքը, որ ասում է. թույլ տվեք, որ երեխաները ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է»։ Ու հետաքրքիր է այն մի հատ ձայն, որ խոսում է քո մեջ ու քեզ սովորացնում է, ու ասեց. «Իսկ դու քո փորձառությամբ կամ դուք սիրելի Աստծո ժողովուրդ ձեր մտածելակերպով եւ վարվելակերպով քանի անգամ եք լսել Աստծո կենթանի ձայնը»։ Դժվար հարց է, չէ՞։ Քանի անգամ ենք լսել մենք Աստծո ձայնը, բայց մանկական այդ պարզ հավատքը, որը որ կար, այդ պարզ հավատքը ինձ ուրիշ բաներ սովորացնում։ Երեխան հարց տվեց ինձ իր պարզ ու մանկական հավատքով, որ եթե մտածում է, եթե Հիսուսը կա, եւ ինքը հավատաց իմ խոսքին, որ կա Հիսուսը, հավատաց իմ խոսքին, որ Հիսուսը լսում է իրան, հավատաց այն խոսքին, որ եթե Հիսուսը լսում է իրան, համել եթե ես Հիսուսը լսում է իրան, եթե ես ասում եմ Հիսուս, Հիսուս, ինքը ինչ պետք է ասի։ Ինքը պետք է պատասխանի ինձ։ Եվ երեխան այդ մանկական ու պարզ հավատքով ինքը սպասում էր պատասխանին, մինչև որ մենք մեր մեծական հավատքով ընդհատեցինք իրան եւ ցույց տվեցինք, որ չի կարելի Հիսուսին դիմել այս ձևով։ Իսկ ով ասում, որ չի կարելի։ Ճիշտ եմ։ Այսինքն, եթե մենք ուշադրություն դարձնենք, մենք երեխաներից էլ կարող ենք շատ բաներ սովորենք, որ մենք մեծերս դրա մասին չգիտենք։ Իսկ միթե սա Աստվածաշնչի մտածելակերպ չի, Աստվածաշնչյան գաղափար չի։ Եսայի 58:9 ասում է. «Այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանի, դու կաղաղակես եւ նա կասի. ահա ես»։ Ինչի մասին է խոսում։ Ասում է կանչի, կպատասխանեմ, աղաղակես, կասեմ, ահա ես ստեղ եմ։ Տերը կանչում էր Սամուել մանուկին եւ սպասում էր նրա արձագանքին ամեն։ Ինչի համար Տերը չկանչեց Հեղի քահանային, կարող եք ասել, որովհետեւ երբեմն մենք մեծերս խանգարում ենք Աստծո ձայնը եւ թույլ չենք տալիս, որ Աստված խոսի մեր հետ։ Եվ Աստված այդ ժամանակ մանա գալիս այնպիսի մի անոթ, անգամ մանուկ, ով որ պատրաստ է իր ձայնը լսելու, եւ Աստված խոսում է անգամ մանուկի հետ։ Տերը երբեք չի խոսում, երբ դու լռում ես։ Դու պետք է արձագանքես նրա կանչին։ Իսկ երբ դու ես կանչում Տիրոջը, սպասիր, մինչև որ նա կպատասխանի քեզ։ Իսկ նա խոստացել է, որ անպայման կպատասխանի քեզ։ Մենք մեծերս հաճախ այնքան ենք բարդացնում հավատքը, որ մոռանում ենք պարզապես կանչել Աստծո անունը եւ նաեւ սպասել ու լսել նրա ձայնը եւ նրա պատասխանը մեր կյանքում։ Իսկ երեխան հավատում է, եթե Աստված լսում է, ուրեմն պետք է արձագանքի։ Հենց այսպիսի վստահությունն է Հիսուսը, որ ցույց է տալիս եւ կոչում է մանանեխի հատիկի չափ հավատք։ Հասկանում եք ինչ է նշանակում մանանեխի, որովհետեւ մենք հավատքը երբեմն պատկերացնում ենք այնքան մեծ բաներ, բայց Տերն ասում է, այնքան փոքր է, եւ այդ փոքրը քո կյանքում կարա շատ մեծ ազդեցություն ունենա, որովհետեւ մենք շատ մեծին ենք ձգտում, բաց թողնելով այն փոքրը, որ այդ փոքրը հիմքն է այդ քո պատկերացրած շատ մեծի։ Հիշի սարեր շարժող հավատքի հիմքը դա մանանեխի հատիկն է, իսկ ցանկացած հիմք ավելի ամուր է, որովհետև հիմքի վրա է կառուցվում մնացած ամբողջ շինությունը։ Իմաստունը տունը շինեց ժայռի վրա, իսկ մենք գիտենք, որ այդ ժայռը Հիսուսն է։ Հավատացեք, ես այդ պահին հասկացա, որ խնդիրը երեխայի մեջ չի, հաճախ խնդիրը հենց մեր մեջ է։ Մենք այնքան ենք սովորել կասկածել, թերահավատել, որ նույնիսկ երբ աղոթում ենք, չենք էլ սպասում պատասխանի։ Իսկ երեխան անգամ եթե նստած է կողքիդ
Երեխաներն ունեն չէ տենց սովորություն։ Իմ աղջիկը նստած է կողքից ասում է պապա, այ պապա, ձերքս իրար է տալի, պապա, այնքան, եթե 100 անգամ, պետք չէ 1000 անգամ, 5001 անգամ կասի պապա, մինչև ես ասեմ ինչ։ Ինքը վստահ է, որ ես լսում եմ, բայց այդ իրան չի բավարարում։ Ինքը ասում է, եթե ես կանչում եմ քո անունը, ուրեմն համել սպասում եմ պապա ջան քո արձագանքին, որ դու ասես ինչ։ Եվ այդ ժամանակն որ ինքը սկսում է ասել այն ինչ որ ուզում է։ Հավատքը հավատում է, որ Աստված լսում է։ Հավատքը սպասում է, որ Աստված կպատասխանի։ Հավատքը պատրաստ է լսել Աստծո պատասխանը, ինչպիսին էլ այն լինի։ Մատթեոս 18:3 խոսքերը ասում է. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք եւ չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Այսինքն համել Աստված բերեց ու համեմատեց երեխայի հետ, ասեց եթե դու երեխայի պես չդառնաս, չես էլ մտնի երկնքի արքայություն։ Ինչի համար? Որովհետև երեխայի հավատքը շատ ավելի մեծ է, քան քո պատկերացրած հավատքը, որ ունես։ Սա ուղղակի գեղեցիկ մի պատմություն չի։ Այն բացահայտում է, թե ինչպիսին է հավատքը, որի մասին խոսում էր Հիսուսը։ Աղջիկս մեկ վայրկյան անգամ չկասկածեց, որ Հիսուսը լսում է իրան, թե ոչ։ Նա հավատաց ու սպասում էր արձագանքի։ Նա չմտածեց, թե իսկ եթե չլսի Հիսուսը ինձ, դրա մասին չմտածեց։ Իսկ եթե նա գոյություն չունի, դրա մասին էլ չմտածեց։ Իսկ եթե նա զբաղված է, դա ընդհանրապես իրան չէր հետաքրքրում։ Իսկ եթե նա ինձ չի ճանաչում, կարող է ինձ չի ճանաչում, դրա համար չպատասխանի ինձ։ Այս դրա մասին էլ չի մտածել։ Իսկ եթե նա իմ հավեսը չունի, իսկ եթե նա ինձ չի սիրում, սրանք երբեմն հարցեր են, որոնք մենք տալիս ենք, երբ որ ես կանչում եմ Աստծո անունը, հետո այս բոլոր բաները անցնում է իմ գլխով, եւ ինչ հավատքի մասին է խոսքը, եթե ոչ ամենամեծ թերահավատության։ Իսկ ինքը նման ոչ մի բանի մասին չի, ինքը պարզ հավատաց, պապան ասեց լսում է, պապան ասեց այո, ինքը քեզ լսում է, եթե լսում է, ուրեմն ես կանչում եմ, թող Հիսուսն էլ ինձ պատասխանի։ Պետք չի փակել մեր երեխաների բերանը, իրանցից ուղղակի պետք է ասես լուր կանգնես մի պահ կողքից եւ լիքը բաներ կսովորես, հենց դու ինքը փոքր երեխաներից, որ մտածում ես, որ ինքը անխելք է ու ոչ մի բան չգիտի։ Չէ, իր երբեմն անխելքությունը ավելի խելացի է, քան իմ տարիների ճակերտավոր խելքը։ Անցնենք առաջ։ Հռոմեացիների 10:17-ը ասում է. հավատքը լսելուց է։ Նա լսեց եւ հավատաց, իսկ ես չեմ լսում, դրա համար էլ չեմ հավատում։ Իսկ ինչպես ենք մենք հաճախ աղոթում Տեր, բայց մտածում ենք, «Տո դե ես ով եմ, որ Աստված լսի»։ Հեճեղել է, որ քո մեջ դու արել ես աղոթք, հետո ասել ես, դե, յանի Աստված ինձ ինչի պետք է լսի։ Այնքան մեղք ունեմ, այնքան չգիտեմ ես ինչ ունեմ, յանի ով եմ ես, որ մի հատ էլ Աստված ինձ լսի։ Կամ մտածում ես, ախր ես ինչ արժանիք ունեմ, որ Աստված ինձ լսի։ Կարաս չէ մտածես, ստացվում է աղոթում ենք բերանով, բայց սրտով արդեն կասկածում ենք։ Հակոբոս 1:6-7 խոսքերը ասում է. միայն թող հավատքով խնդրի առանց երկմտելու։ Եվ հետո շարունակության մեջ ասում է. այն մարդը թող չկասկածի, որ Տերիցը մի բան կառնի։ Այսինքն, երբ որ ասում է խնդրում ես, խնդրի հավատքով եւ մի կասկածիր, որովհետեւ եթե կասկածում ես, ոչ մի բան էլ չես առնելու Աստծուց։ Ինչի? Որովհետև շարունակություն մեջտեղում ասում է, որովհետև երկմտող մարդը նման է ծովի հողմակոծված եւ տատանված ալիքների։ Այսինքն, եթե ես հողմակոծված եւ տատանված եմ եւ խնդրում եմ Աստծուց մի բան եւ համել կասկածում եմ, որ այդ բանը կլինի իմ կյանքում, Տերն ասում է, իսկ ինչի համար պետք է լինի։ Աստված ասում է, կանչիր ինձ, չի ասում համոզիր ինձ։ Աստված չի ասում, սիրելի Աստծո ժողովուրդ, ապացուցիր ինձ, որ արժանի ես։ Չի ասում 100 գլուխ գիրք կարդա, որ քո աղոթքին պատասխանեմ։ Չի ասում 8 ժամ աղոթք արա, որ քեզ լսեմ։ Քեզ պարզապես ասում է. կանչիր ինձ։ Կանչիր ինձ, եւ ես քեզ կպատասխանեմ։ Չի ասում ամեն ինչ կտամ, որովհետև մարդիկ կան, որ մտածում են, երբ որ ես կանչում եմ Աստծո անունը, Աստված պարտավոր անձի ամեն ինչ տալու։ Աստված ասում է կանչիր ինձ, չի ասում ամեն ինչ կտամ։ Չի ասում ինչ որ ուզես կանեմ։ Նման բաներ Աստված երբեք չի խոստացել, բայց ասում է կպատասխանեմ, կհայտնեմ եւ կսովորեցնեմ։ Ինչու ենք մենք խնդրում Աստծուն շատ հաճախ, երբ մեզ ինչ որ մի բան պետք է։ Մի հատ նվեր ենք ուզում Աստծուց, գումար ենք ուզում Աստծուց, բժշկություն ենք ուզում Աստծուց, աշխատանք ենք ուզում Աստծուց, ինչ ասեմ, պաշտպանություն ենք ուզում Աստծուց, բայց դրանից առաջ մենք չենք էլ հիշում Աստծուն,
ու երբ որ Աստված մեզ պատասխանի կամ տա մեր ուզածը, շատ կարճ ժամանակ հետո չենք էլ հիշելու Աստծուն նորից։ Իսկ Աստված տեսնում է թե ներկան եւ թե քո ապագան։ Իսկ Աստված ասում է՝ ահա ես։ Գիտես ինչա նշանակում ահա ես, որտեղ մարդիկ մտածում են, որ ահա ես նշանակում է հիմի լսում եմ ինչ որ ասես անեմ։ Չէ, ժողովուրդ ջան, այդպես չի։ Ահա ես նշանակում է, ես հայտնությունը առա։ Ահա ես նշանակում է, որ նախ եւ առաջ ես, հետո նոր մնացածը։ Հասկանում ես, չէ՞, ինչ նշանակում ահա ես, այսինքն նախ եւ առաջ ես, հետո նոր մնացածը։ Սա կոչվում է փոխհարաբերություն։ Նախ երեսս փնտրիր, հետո նոր ձեռքս փնտրիր։ Իսկ երբեմն մենք նայում ենք Աստծո ձեռքին, չենք էլ նայում Աստծո երեսին, թե ով է մեր դիմաց կանգնած։ Կարող ես մի ընթացք ոչինչ չխնդրել Հիսուսից։ Ուղղակի ասես Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Հավատացեք, եթե նա խոստացել է, որ կանչիր եւ կպատասխանեմ, ուրեմն հավատքով սպասիր նրա պատասխանին, նրա ներկայությանը, որովհետեւ երբեմն Աստված իր ներկայությունով է ասում, ահա ես։ Պարտադիր չի, որ Աստված ուղղակի գա կանգնի կամ դու լսելի ձայնով լսես, որ ինքը ասում է ահա ես։ Երբեմն դու կանչում ես Տիրոջ անունը եւ տեսնում ես այն ներկայությունը, որ կա քո շուրջը, տեսնում ես, զգում ես կենթանի Աստծո շունչը քո շուրջը եւ հասկանում ես, որ Աստված քո հետ է եւ ահա եսը արդեն հենց ինքը քո կողքին է։ Երբեմն Աստված հարցնում է. արդյոք դու այնքան հեռու չես պատկերացրել ինձ, որ կանչելուց հետո չես էլ սպասում, որ ես պատասխանեմ։ Երբ ասում եմ պապա, ես ակնկալում եմ, որ նա ինձ կպատասխանի ոչ թե այն պատճառով, որ ես արժանի եմ, ոչ թե այն պատճառով, որ չգիտեմ, էլ ինչ որ մի լավ բան եմ արել, որ իմ պապան ինձ պետք է պատասխանի, այլ ես ակնկալում եմ իմ հորից պատասխան, որովհետև նա իմ հայրն է, իսկ ես նրա որդին։ Որ ասում եմ պապա, ես ոչ մի բան նկատի չունեմ, ինքն էլ որ պատասխանում է, ոչ մի բան նկատի չունի։ Իսկ Հիսուսը անգամ, երբ որ պետքա գնար երկինք, չէ, արդեն հարությունից հետո ասեց գնամ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Այսինքն ամեն անգամ, երբ որ դու կկանգնես աղոթքի, հիշի, որ երկնային Աստված ոչ միայն Հիսուս Քրիստոսի հայրն է, այլ նաեւ քո հայրն է, որտեղ այս մասին ասել է Քրիստոսը։ Ես ինքս ինձ եմ հարցնում երբեմն, իսկ միգուցե մենք այնքան ենք սովորել աղոթել, որ մեր աղոթքի մեջ միայն ասելը եւ ոչ թե լսել։ Իսկ իմ աղջիկը ուզում էր լսել։ Ասել էր, հիմա ուզում էր լսել, Տեր ջան, դե հիմա պատասխանի ինձ։ Աստված պարտավորված չի քեզ անմիջապես պատասխանել դրական։ Նա կարող է նաև քեզ ասել ոչ։ Իսկ դու գիտեք, որ ոչը նույնպես պատասխան է։ Աստված կարող է քեզ պատասխանել ավելի ուշ։ Սա էլ է նրա իրավունքի մեջ մտնում, բայց որ նա քեզ լսել է եւ անպայման կպատասխանի, դա 100% ճիշտ է։ Ես այս օրինակը մի անգամ բերել եմ, բայց հիշեցնելու համար նորից կբերեմ, մի ուրիշ թեմայի մեջ խոսել եմ։ Մի անգամ իմ աղջիկը էլի փոքր այսօր աղջկաս մասին շատ եմ անդրադառնալու, իրեն շատ բան եմ սովորել, էլի, դրա համար եմ ասում։ Մի անգամ, չգիտեմ ինչ էր արեց, մաման վրան ջղայնացավ, մեկ էլ sense ձեռքով ինքը զանգում էր, էլի։ Դե մի քանի 2 տարի առաջվա պատմություն եմ ասում, sense ձեռքով եկալ այդ զանգեց, ասեց զանգում եմ հիմա ոստիկաններին, որ մամա գան քեզի բռնեն տանեն։ Մեկ էլ զանգեց, ալո, ոստիկան, ասում է մանամ։ Մի հատ արեք մամայիս բռնեք տարեք, հա։ Ու ինքը ասես անեցա խոսում, որ իբր թե կարծես թե ինքը իրոք խոսում է ոստիկանի հետ։ Մեկ էլ ասեցի, հա, բալես, ինչ ասեց ոստիկանը, ասեց հեսա կգամ։ Խնդացինք, անցանք, մի քանի րոպե անցավ, մեկ էլ դուրը ծեծեցին, տուկ, դուրը բացեցի, մեկ էլ տնամ երկու ոստիկան դեմս կանգնած։ Մեկը փող գնդապետ, մեկը մայոր։ Բարև ձեզ կարելի է։ Իա։ Փասոր եկել են մամային տանեն, ոնց հասկացա։ Վերջը։ Դիմացը ինչ որ չգիտեմ դեպքեր եղել, շենքում դեպքեր եղել, եկել էին, հարցեր էին տալիս, ոչ մի տենց ինչ որ լուրջ բան չկար, եկավ նստավ, մի խնդում եմ։ Հետո ասում եմ, այ ախպեր, ասում եմ, sense տոշնի պայմանավորված, չէր կարալներ էլի, ասենք, որ իմ աղջիկը ձեռով զանգի, որ գան մամային տանեն, ասի ու մեկը դու դուրը ծեծեք, всё երկու, բարձրաստիճան, սպա մտնում է մեր տուն։ Ասեց, բալես, ասեց, ինչ արե մաման։ Ասեց, ես մաման չգիտեմ ինչ արին վրան ջղայնանում, ասեց, եղավ բալես, ասեց, հենց, ասեց, մաման քո վրան ջղայնանա, կզանգես մեզի կգանք, եղավ, հա, ասեց։ Ու ինքը հավատաց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մի կարակ ասեք պատահականություն էր, հա, պատահականություն էր, բան չունեմ ասելու, բայց որ երեխեն հավատաց, որ ինքը զանգում է ոստիկանին, կանչում է, որ քան մամային տանեն ու ոստիկանները մի քանի րոպե հետո մտան մեր տուն,
Էս իմ համար հավատքի մեծ դրսևորում էր եւ ես սովորեցի իմ աղջիկին, որ անգամ ձեռով կարելի է զանգել եւ կանչել։ Պատկերացրեք, որ աշխատող տարբերակը։ Երեխից կարանք բան սովորենք, թե չէ։ Տեսեք, ինչքան բաներ կա սովորելու։ Ես մի աղջկանից էլ եմ բաներ սովորել։ Սաղմոս 18:35-ում ասում է. Քո քաղցրությունը մեծացնում է ինձ։ Ես նայեցի բնագրերում քաղցրություն բառը գրած չի, բնագրերում մի քիչ ուրիշ ձև է գրված, բնագրերում հետաքրքիր մի հատ բառը օգտագործում, ասում է քո խոնարհվելը ու ցածրանալը մեծացրեց ինձ։ Բնագրերում այսպես է իմաստը գրած այս բառի։ Երբեմն շատ եմ ափսոսում, որ չգիտեմ բնագրերը հենց անմիջապես չեմ կարող կարդամ, պետք է արհեստական բանականությունից օգտվեմ ինչ-որ բնագրերից ինչ-որ բաներ կարդալու համար, որտեվ եբրայերեն էլ չգիտեմ, որ կարենայի կարդայի կամ համեմատեի, բայց երբ որ տալիս եմ ինչ-որ մի համար, ասում եմ, այս համարը մի հատ այնպես բառացի բնագրերով տուր, ոնց է տալիս, հետաքրքիր է, չէ՞ խոսքը ասում է, քո խոնարհվելը եւ ցածրանալը ինչ արեց, մեծացրեց ինձ։ Այսպես է Սաղմոս 2-ում Դավիթը նկարագրում է խոսքի մեջ, բայց երկրորդ Թագավորաց 23:36-ը, որ էլի այդ նույն պատմության մասին է, այսինքն համարը շատ նման է, ասում է, հստակ գրված է, ասում է քո պատասխանելը մեծացրեց ինձ։ Երկու տեղում էլ սա Դավթի խոսքերն էին ուղված առ Աստված։ Երբ Աստված պատասխանում է քեզ, ոչ միայն սկսվում են փոխվել քո կյանքի անելանելի իրավիճակները, սիրելի Աստծո մարդ, այլ նաև սկսում ես փոխվել հենց ինքդ դու։ Դու սկսում ես մեծանալ, դու սկսում ես զորանալ, դու սկսում ես արմատներդ ավելի խորը տարածել։ Մարկոս 7:24-29 խոսքերում եւ Մատթեոս 15:21-28 խոսքերում խոսում է քանանացի կնոջ մասին, իհարկե այստեղ միտեղ գրում է քանանացի կին, մյուս տեղ գրում է հույն, փյունիկ եւ ասորի, բայց մի խոսքով ընդհանուր միտքը վերաբերվում է մի հեթանոս կնոջ մասին, որը մոտեցավ Հիսուսին եւ ինչ էր ասում, աղաղակում էր Հիսուսին ասելով. «Ողորմիր ինձ Տեր»։ Դավթի որդի ասում էր. «Իմ աղջիկը դիվահար է» եւ նա անում էր անդադար։ Նա անում էր այնքան ժամանակ, ես չգիտեմ ինչքան ժամանակ, բայց մի բան լավ գիտեմ Աստվածաշնչում գրված է, այնքան մինչև որ աշակերտները ձանձրացան։ Ու աշակերտները իրանք եկան Հիսուսին ասեցին. «Տեր, խնդրում ենք էլի, իմ բառերով եմ ասում, աղաչում ենք, այս կնոջ հարցին լուծում տուր, էլի արդեն հոգնանք այս կնոջ աղաղակը լսելուց։ Մի բան արա էլի Տեր», արդեն աշակերտներն էին խնդրում, որ Հիսուսը այս հարցին լուծում տա։ Նման է երեխայի խնդրանքի, որ երբ որ երեխան կանչում է, ասում է պապա, պապա, կամ մամա, այնքան ասում, մինչև մաման պատասխանի իրան։ Եվ այսպես էր այս քանանացի կինը, որ կանչում էր Հիսուսին եւ ուզում էր անպայման գրավել Հիսուսի ուշադրությունը։ Մենք տեսնում ենք այս ձև նաեւ Կույր Բարթողիմեոսը, չէ, երբ որ մարդիկ անգամ ասում էին ամոթա, ինչ ես անում, ցենդ գցել ես գլուխդ, ինչ ես գոռում, իրան միևնույն է, ոչ մի բան չէր հետաքրքրում։ Իրան պետք էր, որ վարդապետը անցնում է այդ կողմերով եւ իր կյանքի միակ հնարավորությունը անցնում էր եւ ինքը ուզում էր անպայման, որ նրա ձայնը լսելի լիներ Աստծո մոտ։ Սիրելի Աստծո մարդ, այս ամեն ինչը որ պատմում եմ, այս ամեն ինչը պատմում եմ քո համար, որ դու հասկանաս, դու էլ ունես ձայն եւ Աստված պատրաստ է նաեւ լսել քո ձայնը, երբ որ դու աղաղակում ես նրան։ Հիսուսը ասում է. «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Հետաքրքիր ասում է, իսկ կինը երկրպագում էր նրան ու ասում էր. «Տեր, օգնիր ինձ»։ Այսինքն Հիսուսն ասում էր. «Ես չեմ եկել ձեր համար, հեթանոսներ, ես եկել եմ Իսրայելի տան կորած ոչխարների համար»։ Բայց կինը միևնույնն է, չէր հիասթափվում, չէր խռովում, չէր նեղանում, Հիսուսից չէ, ասում է նորից երկրպագում էր ու ասում էր. «Տեր, ողորմիր ինձ»։ Հիսուսը ասում է. «Լավ չէ երեխաների հաց առնել եւ շներին գցել»։ Խոսքը կոպիտ է, ես կասեի անգամ շատ կոպիտ է, որ Հիսուսը անգամ համեմատեց շան, այդ ասեց ոնց է մի իմ երեխեքի հացը առնեմ ու այսպես կոպիտ ասած քոպես շներին տամ, որ մեկս չէր վիրավորվի, շատերս կվիրավորվեինք։ Իսկ կինը պատասխանում է. «Այո Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներն են ուտում»։ Հետաքրքիր է, չէ՞, կնոջ պատասխանը։ Եվ Հիսուսը ասեց. «Ով կին, մեծ է քո հավատքը»։ Քո հավատքը քեզ ինչպես որ քո հավատքի, այսինքն ինչպես որ ուզում ես որ լինի քեզ, թող այդպես լինի քեզ։ Եվ ասում է նրա աղջիկը նույն ժամին բժշկվեց, այսինքն ազատագրվեց դևերից։ Այստեղ դիրքը կապ չունի, սիրելի Աստծո մարդ։ Շատ հрьяաներ չբժշկվեցին հենց իրենց անհավատության պատճառով, բայց հեթանոս քանանացի կինը ստացավ իր սրտի ուզածը։
Նա պարզապես աղոթք չարեց ու գնաց, նա հավատում էր, որ իր ձայնը լսվելու է, նա պատասխան էր ուզում Տիրոջից, նրա հավատքը բռնեց անգամ այդ փոքրիկ փշրանքից սեղանի տակի, բայց այդ փոքրիկ փշրանքը միշտ հիշեք, էսի Տիրոջ խոսքը կապում է մանանեխի հատիկի չափ հավատքի մասին։ Հիշի, 5 հացը եւ 2 ձուկը միգուցե քո աչքին փոքր է, բայց եթե մեջտեղում Քրիստոսն է եւ մեջտեղում են հավատքն ա որ կա, հիշի 5 հացը եւ ձուկը բազմանալու ունակություն ունի եւ մեծացավ դառնալով կատարյալ բժշկություն եւ ազատագրություն քանանացի կնոջ կյանքում։ Մեծ հավատքը այն չի, որ դու շատ բան գիտես Աստծո մասին, այլ նա է, ով այնքան լավ գիտի Հիսուսի սիրտը, որ սեղանի տանկի փշրանքն էլ անգամ բավական է իրեն կշտանալու համար։ Բայց լավ հիշեք, Տերը ոչ ոքի չկերակերեց սեղանի տակի փշրանքներով։ Տերը քո համար ունի պատրաստած սեղան, լեփ-լեցուն եւ անգամ 12 կողով ավելցուկ, որ պետք է ավելանա այդ սեղանից։ Իսկ երբ ես որդի եմ եւ ոչ հեթանոս, ես էլ կբավարարվեմ անգամ փշրանքով, որ ընկած է սեղանի տակ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես երբեմն աղոթում եմ, ասում եմ, Տեր ջան, մի հատ փշրանք չունես իմ համար սեղանի տակի, բայց Տերը հավատացեք, սեղանի տակի փշրանքով ոչ մի անգամ չի կերակրել ինձ։ Ինքը ճոխ սեղան ունի պատրաստած թե իմ եւ թե ձեր համար։ Բայց ես գալիս եմ որպես որդի, իսկ իմ հայրը ունի իմ համար թե պատմուճան, չէ՞, իսկ իմ հայրը ունի իմ համար թե ոսկյամատանի եւ իմ հայրը իմ համար ունի պարարտ եզ ճոխ խնջույք կազմակերպելու համար։ Անկամ եթե քո կյանքում կա անկում, քո կյանքում կա դժվարություն, քո կյանքում դու վրիպել ես, հեռացել ես Աստծուց եւ մտածում ես, որ Աստված չի լսի քո ձայնը, անառակ որդին էլ ինքը վերադարձավ հորտուն եւ վերադարձել էր, ասում էր՝ «Մի հատ ծառա ալնեմ հորստան մեջ, շատ անգամ ավելի լավ է»։ Բայց հայրը իրան չընդունեց որպես ծառա։ Հայրը տվեց նրա որդիական կոչումը նրան, հագցրեց պատմուճանը, մատին դրեց ոսկյամատանին եւ մեծ խնջույք կազմակերպեց, ուրախանալով, որ իր կորած եւ մեռած որդին վերադարձավ։ Հետաքրքիր է, որ հաջորդ դեպքը, երբ Հիսուսը գովեց Ռոմեացի հարուրապետին, ասելով՝ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա։ Ղուկաս 7-րդ գլխում 2-ից 10 խոսքերը, ու հետաքրքիրը գիտեք որն է, որ ես նայեցի երկու դեպքում էլ հեթանոս, բայց ավելի մեծ հավատքով, քան նրա որդիները։ Աստվածաշնչում ուրիշ տեղ չեք գտնի, որ Հիսուսը ասեր՝ ինչ մեծ է քո հավատքը։ Երկու անգամ ասեց, ես երկուսն եմ հիշում։ Եվ երկու անգամ էլ հրեաներին չասեց, հեթանոսին ասեց, որ տեսավ այդ հավատքը եւ տվեց իրան բժշկություն։ Երկու դեպքում էլ հեթանոս, բայց ավելի մեծ հավատքով, քան նրա որդիները։ Հիսուսը երբեք իր աշակերտներին չասեց, ինչ մեծ է քո հավատքը Պետրոս, կամ ինչ մեծ է քո հավատքը ով Թովմաս, բայց ասեց թերահավատ, ասեց ուրացող, ասեց քնկոտ, վախկոտ, սակավ հավատ, նման խոսքեր մենք տեսնում ենք, որ Հիսուս ասեց իր աշակերտներին։ Բայց մեծ հավատք տեսավ այն մարդկանց մեջ, ովքեր որ չունեին արտոնյալ դիրք։ Մեծ հավատքը աստվածաբանական բարդ գիտելիք չի, սիրելի Աստծո մարդ։ Մեծ հավատքը դա մանկական վստահություն է, պարզ վստահություն, երբ ես կանչում եմ, իսկ նա լսում է եւ պատասխանում։ Ինչի համար է այսպես պատահում, որ սեղանի տակ փշրանք ուտողը ավելի մեծ ակնկալիքով է գալիս, քան սեղանի շուրջ նստած որդին։ Աստծո նպատակը այն չի, որ իր որդիներին իջացնի սեղանի տակ փշրանք հավաքելու։ Որդիները սեղանի համար են կանչված, որ նստեն Տիրոջ հետ սեղանի շուրջը, բայց երբեք թող չմտածեն, որ իրանք ավելի բարձր են, քան սեղանի տակ փշրանք հավաքողը, որտեղ երբեմն դու սեղանի վրա նստած կմնաս սոված, այնինչ այն սեղանի տակ քո կարծեցյալ փշրանք հավաքողը ինքը կգնա իր բժշկությունը եւ իր խնդրի լուծումը ստացած։ Երբեք քեզ մի դիր արտոնյալի տեղ, որ դու ունես արտոնյալ դիրք, երբեք մի մտածիր վերևից Տիրոջ դիրքից, սովորիր խոնարհվել, սովորիր ցածրանալ եւ քո խոնարհվելը, քո ցածրանալը մեծացրեց ինձ, Դավիթ թագավորն էսպես ասում։ Այսինքն, երբ որ Տեր դու խոնարհվեցիր, երբ որ դու ցածրացար, քո խոնարհվելը եւ քո ցածրանալը մեծացրեց եւ բարձրացրեց ինձ։ Հիսուսը հաղորդության ժամանակ ոտընլվայի միջոցով այս նույն օրինակն էր ուզում մեզ ցույց տալ, ասելով, չէ՞, մեծերը խոնարհվում են, եւ եթե դու մեծ ես, դու պետք է կարողանաս խոնարհվել, եւ եթե դու խոնարհվես, դու կկարողանաս նաեւ բարձրացնել բոլոր այն ընկածներին, ովքեր որ ընկած վիճակում են։ Իմ աղջկա ասած խոսքերը մանկական միամտություն չէին,
այլ իրական հավատ, որ մենք մեծերս կորցրել ենք։ Իսկ միգուցե խնդիրը նրանում չի, որ Աստված չի խոսում, այլ խնդիրը հենց ինձանում է, որ ես չեմ սպասում, որ նա խոսի, ես չեմ լսում նրան։ Բաներ կա, որ մենք ասում ենք ու գնում ենք, Տերն ասում է, բայց ես չպատասխանեցի քեզ, բայց մենք արդեն գնացել ենք շատ հեռու։ Քանանացի կինը չհեռացավ, երբ Հիսուսը լուռ էր։ Նա չհեռացավ, երբ Հիսուսը մերժեց իրեն, բայց շարունակեց հավատալ եւ ուսալ։ Հարուրապետը չպարտադրեց, որ Հիսուսը անպայման գնա իր տուն, չէ, այլ ունեցավ մեծ հավատ կասելով, չէ, ես գիտեմ ինչ է նշանակում իշխանություն Տեր, որտեվ իմ իշխանության տակ էլ կան մարդիկ, ասում եմ գնա, գնում է, ասում եմ արի, գալիս է, բայց ինչ պարտադիր է որ դու գաս։ Քո մի խոսք անգամ բավական է, որ իմ ծառան բժշկվի։ Եվ Հիսուսը սա գնահատեց եւ ասեց. «Մեծ է քո հավատքը»։ Այսինքն ինչի համար Աստված Իսրայելի մեջ չտեսավ նման հավատք, բայց տեսավ քանանացի կնոջ մեջ, տեսավ հռոմեացի ինչ որ մի հատ հարուրապետի մեջ, բայց չտեսավ իր որդիների մեջ, անգամ չտեսավ այդ մեծ հավատքը իր աշակերտների մեջ։ Իմ աղջիկը չէր ուզում փշրանք, նա ուզում էր ապացույց։ Նրան մեկ բան էր պետք՝ արձագանք, մանկական հավատք նշանակում է ամբողջ սրտով վստահել հորը։ Եթե ես հեթանոց չեմ, ես շուն էլ չեմ, ես որդի եմ, բայց եթե կարիքը լինի, պետք լինի, ելի եմ ասում, ես կարամ այնքան խոնարհվեմ, որ սեղանի տակի փշրանքներն էլ հավաքեմ։ Եվ կարևորը սեղանի տակը ու վրան չի, կարևորը որ ես լինեմ հոր մոտ։ Հավատացեք, Հիսուսի ոտքերի մոտ այնքան լավ տեղ է, որ աշխարհում ոչ մի թագավորական պալատ չի կարող ավելի լավ լինի, քան Հիսուսի ոտքերի մոտ։ Անկամ են եթե այդ ոտքերի տակ շոր կա, չգիտեմ, այդ իր ոտքերի տակի տրիապկեն շատ ավելի պատվավոր դիրք ունի, քան ձեր պատկերացրած ամենամեծ փառքը եւ ջոխությունը։ Սաղմոս 23:5 խոսքերը ասում է. «Դու իմ առաջ սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լեցուն է»։ Հիմա հասկանում ես ինչպիսի սեղան է պատրաստի Աստված քո համար, ով Աստծո մարդ։ Միգուցե երբեմն ես աղոթում եմ, բայց իրականում չեմ սպասում, որ Աստված կպատասխանի։ Միգուցե ես իմ բերանս բացում եմ, բերանս ասում է մի բան, բայց սիրտս սպասում է լրիվ ուրիշ մի բան։ Ինչի համար, որովհետև հեռացել եմ Աստծուց։ Աստծո խոսքը ասում է կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ։ Նա չի ասում գուշակիր, նա չի ասում փորձիր ինձ հասկանալ, նա չի ասում եթե արժանի լինես, գուցե կլսեմ, նա պարզապես ասում է կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Հավատքը միայն Աստծո հետ խոսել չի, հավատքը նաև Աստծո պատասխանը լսել է։ Սպասել նրա ձայնին։ Աստված չի ասում կանչիր ինձ եւ ես քեզ կտամ, բայց ասում է կանչիր ինձ եւ ես քեզ կհայտնեմ։ Մի հատ հետաքրքիր պատմություն էլ կա, էլի եմ պատմել, կարծում եմ շատերը կհիշեն, երբ որ փոքր էինք, ուրեմն իմ աղջիկը Միլենան այն ժամանակ փոքր, երևի մի 2-3 տարեկան երեխա էր, նոր սկսել էր խոսել։ Մեր Զարուհին, քուրը Սամսոնենք, իրանք լավ նեղության մեջ էին։ Մի օր եկա տունը տես նստած էինք, ասեց, վայ, ասեց Միլենա ջան, ասեց ինչ կլինի հորքուրի համար աղոթի, ասեց թո Տերը հորքուրին փող տա, էլի շատ ունեմ դրա կարիքը։ Մեկ էլ էս երեխան եկավ նստավ, բան արեց։ Աղոթեց, sense բերանից sense բացում փակումա ձեռները sense արե, դե ուրախացանք, էլի երեխան աղոթ քանում։ Մեկ էլ հելավ ասեց, Տերը ասեց, հա։ Կտամ։ Վայ ասեց, որ ասածը տեղել է, գիտես քո համար ինչեր եմ առնելու, որ եկա, ես կառնեմ, ու sense թվարկում, հա։ Հետո հելան գնացին։ Ճամփի զանգեց։ Հորքուրը, որ եկել է, քեզի չգիտեմ, ես հա բերելու են։ Ճանապարհից մեկը զանգում, ասում է կարող նամակ եք ուղարկե երկինք։ Ասում է, հա, ասում է, չգիտեմ ով, չգիտեմ անունն էլ, եթե չեմ անում, ձեզ չգիտեմ քանի $100 փող ուղարկի, ասել էսի անպայման կտակ Samsung-ին։ Նվեր է էսի, տիրոջ կողմից։ Հաջորդ անգամ եկավ արդեն ինչ որ խոստացել էր այդ երեխուն առը բերել էր։ Դե մարդ ես, չէ՞, ասենք տենում ես ու անպայման պիտի սովորես։ Բալես ասի։ Որ հորքուրի համար կարացիր տենց մի հատ պապայի համար էլ աղոթի, քեզ ես կար, ես արդեն նախորոք եմ ասում, քեզ ես կառնեմ։ Այս երեխան էլի նստավ, ձեռները արեց, բերանը փակեց, հելավ ինձ գիտեք ինչ ասեց։ Հիսուսն ասում է չէ։ Ու գնաց։ Հիմա հասկացաք, որ չեն նույնպես պատասխանա։ Այսինքն, երբ որ ես աղոթք եմ բերում առ Աստված կամ խնդրանք, Աստված պարտավոր չի միշտ իմ աղոթքին պատասխանելու, այո, ինչ որ ուզես կանեմ քո համար։ Երբեմն հենց Աստված ուղիղ քեզ ասում է, չէ։ Ասում է ոչ, եւ դու պետք է պատրաստ լինես սիրով ընդունել նրա ոչը, որովհետեւ այդ ոչը քո կյանքում հենց այնա, ինչը որ պետք է տվյալ պահին։
Աստված միշտ չի, որ ուզում է լսել քեզ, եթե դու ինչ որ մի բան ես ուզում։ Աստված չի ուզում ոչ թե լսել քեզ, այլ Աստված չի ուզում, ասենք այն ինչ որ դու ուզում ես ինքը տա, կներեք սխալ ասեցի, բայց նա ուզում է ինչ որ բան քեզ հայտնել եւ քեզ սովորացնել։ Աստված երբեք չի շտապում փոխել քո շուրջը եղած բարդ իրավիճակը, սիրելի Աստծո մարդ, բայց նա ուզում է, որ քո շուրջ եղած բարդ իրավիճակները հաստատեն քեզ։ Աստված չի շտապում հանդարտեցնել քո կյանքում եղած փոթորիկները, խնդրում եմ ուշադիր եղի։ Այն նավակը, որ ալեկոծվում է ծովի վրա, Տերը չի շտապում հանդարտեցնել այդ փոթորիկը, որ դու քո այդ նավակի մեջ քեզ կոմֆորտ զգաս։ Երբեմն հենց այդ ժամանակ Տերը որոշում է քնել։ Ասենք կարար դրանից առաջ քներ, դրանից հետո քներ, չէ՞։ Հենց այդ փոթորիկի ժամանակ Տերը որոշեց քնել։ Գիտեք ինչի համար, որ մի հատ լավ վախենաս, որ մի հատ լավ հասկանաս, բայց միևնույնն է, Տերը գիտի, որ դու չես մեռնելու, դու չգիտես, որ չես մեռնելու, դու դաժե մտածում ես, ասում ես, ես էլ կխեղդվեմ, Տերն էլ հետս կխեղդվի, բայց դու խաբար չես, որ Տերը երբեք չի կարող խեղդվի, չի կարող ստեղծողը իր ստեղծագործության մեջ հանգարց մի խոսքով, բայց Տերը թույլ է տալի այդ փոթորիկը մեր շուրջը, որ մեզ բան սովորեցնի, որ մենք փոխվենք եւ ոչ թե վրազ մենք մեր շուրջը փոխենք, որտեղ մարդը միշտ մտածում է, արագ իմ շրջապատը փոխեմ, չէ, իմ շուրջը ես փոխեմ, բայց Տերն ասում է, չէ, շրջապատը քեզ պետք է փոխի, լավ իմաստով։ Ու երբ հանդարտվում է փոթորիկը, դու արդեն շատ արագ հասնում ես նավահանգիստ, որովհետև այդ հողմակոծվող ալիքները քեզ քո սպասվածից շատ ավելի արագ է մոտեցրել քեզ ափից։ Այն սպասված նավահանգիստը, որին երկար էինք սպասել։ Աստված խոստացել է ոչ միայն պիտի պատասխանի, այլ նաև պիտի ասում է իմացնեմ, սովորեցնեմ մեծամեծ բաներ, որ դու չգիտեիր։ Ես չեմ ուզում միայն ճանաչել Աստծո ձեռքը, ես նաև ինչպես Թովմասը, որտեղ Աստծո ձեռքը ճանաչելը շատ հեշտ է, սիրելի Աստծո ժողովուրդ, գիտեք, Հիսուսի ձեռքերը ճանաչելը շատ հեշտ է։ Հիսուսի ոտքերը ճանաչելն էլ է շատ հեշտ։ Մեխերի տեղերը հələ կա իր ձեռքերի ու ոտքերի վրա։ Իր ձեռքերը ճանաչելը շատ հեշտ է, բայց Հիսուսի երեսը ամեն մեկը չի որ փնտրում է։ Ձեռքը շատերն են փնտրում, բայց երեսը ոչ։ Իսկ Աստված ուզում է, որ մենք ճանաչենք նախ նրա սիրտը, հետո նոր նրա ձեռքին նայենք։ Սա արդեն հարաբերության, փոխհարաբերության նոր մակարդակ է։ Հռոմեացիների 8:15 ասում է, որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք Աբբա հայր։ Աբբա հայր գիտեք ինչ է նշանակում։ Պապա։ Այսինքն մի հատ ուրիշ ավելի մոտ խոսք է տալիս քեզ պապա, որ այսօր գրեթե ամբողջ աշխարհը, բացի վրացիներից, ամբողջ աշխարհը ասում են պապա։ Մենակ վրացիներն են, որ ասում են դեդա։ Պապան էդի մաման է իրանց մոտ։ Ինչ ասեմ, մնացած ամբողջ աշխարհը գիտեն թե ինչ է նշանակում պապա։ Մանկական հավատքը սա է. ես կանչում եմ, որովհետև գիտեմ հայրս լսում է։ Ես սպասում եմ, որովհետև գիտեմ հայրս կպատասխանի։ Հավատքը դա կախարդական ուժ չի, ոչ էլ կախարդական բառեր են, որ ասեմ աբրակադաբրա ու ինչ որ մի բան տեղի ունենա։ Սարեր շարժող հավատքը դա հենց մանկական, պարզ, այդ փոքր մանանեխի հատիկի չափ հավատքն է, որը շատ մեծ գործեր է կատարում։ Հավատքը ամբողջությամբ վստահում է Աստծուն, իսկ Աստված էլ շարժում է սարերը։ Հասկանում եք, չէ՞, մանանեխի հատիկը չի սարերը շարժողը։ Սարերը շարժողը Աստված է։ Մանանեխի հատիկը այնա, որ դու հավատաս, որ քո Աստված կարա սարերը շարժի։ Իսկ եթե պետք է, Աստված սարերը շարժում է։ Եվ ոչ թե ես զբաղվեմ սարերի տեղափոխմամբ։ Սա հենց մանանեխի հատիկի չափ հավատքի մասին է ասում։ Տեր, ես սպասում եմ քո պատասխանին, եթե անգամ այդ պատասխանը ոչ է։ Իսկ դու պատրաստ ես այդ նույն աղոթքը հայտասարես, չոքես Տիրոջ առաջ, շատ մեծ կարիք ունես, ասես Տեր ջան, մենակ դու պատասխան տուր, ասա չէ, քո չեն էլ անձի մեր շատ մեծ պատասխան։ Քո ոչը իմ համար շատ մեծ պատասխան է, բայց ես ուզում եմ քո ոչը լսեմ քեզանից։ Սա ասեն հավատքի դրսևորումը։ Հայտնիր ինձ այն, ինչ ես չգիտեմ, եւ սովորեցրու քո ճշմարտության ճանապարհները։ Մեծ հավատքը այն չի, որ ես հավատում եմ, որ Աստված ինչ կտա, ինչ որ ես խնդրում եմ։ Մեծ հավատքը այն է, որ ես հավատում եմ Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ նրա պատասխանը ոչ է, որովհետև ես վստահում եմ ոչ միայն նրա ձեռքին, այլ նաև վստահում եմ նրա սրտին։ Հետաքրքիր է, որ փոքր էի, ես մի անգամ մի հատ ուրիշ թեմայի մեջ այս օրինակը բերել եմ, եթե մի օր հարկ լինի, կարող է այդ թեման մի հատ նորից կրկնեմ։ Երբ որ փոքր էի, մի անգամ այդ մեր սենյակի պատին տեսա, ասենց վերևը մի հատ բան է գրված, ասենց ինչ որ անկյունի վրան այդ մի հատ բան կար գրված, հետաքրքրությունը շարժեց, այս ինչ է գրված։ Հելա աթոռների, բարձրին համարյա պատալոկի մոտ էր բաներ գրած։
Հելա կարդացի տենամ գրողը հերս էր։ Տիրոջից 21:06 էր ուզել սպիտակ գույնի։ Գրել էր, պատի վրան բարձր, սպիտակ գույնի 21:06 ու աղոթում էր, պատալոգից մի քիչ էր ներքև։ Ես էլ ասի, եթե էսի աշխատող տարբերակ է, կային ես էլ պապայի գրածից մտ ավելի վերև ուրիշ բան գրեմ։ Ես էլ գրի Տեր ջան, սահնակ եմ ուզում։ Հետո գնացի աղոթեցի, ոչ Տերը ինձ սահնակ տվեց, ոչ էլ պապային սպիտակ 06 տվեց։ Առայժմ մինչև որտեվ պապան այդ վաղ էր 21:06 ուզում, բայց վստահ եմ այդ ժամանակ հələ ինքը պետք է քշեր Մոսկվիչ, հələ ինքը պետք է քշեր T16 տրակտոր, փուլեր կար էլի մինչև սպիտակ 06-ը պետք է կար։ Ինքը մի անգամից ուզում էր այս փուլերից sense շրջանցեր հասներ սպիտակ 06-ին, բայց Տերն ասում էր չէ, հələ կայնի, հələ փուլեր կա, այդ этаպներով պետք է անցնես դու, գործ կա մինչև սպիտակ 06-ը կքշես։ Ու հետաքրքիր է, երբ որ եղավ այն կյանքում իր այն պահը, երբ որ իրան նվիրեցին սպիտակ 06-ը, շատ սիրուն էր այն ժամանակ, նայում է իրար ասում է, «Яр ավտոն այսենց պետք է լինի, էլի, այսի ավտո»։ Հիմա ասենք այդ ավտոն տան կարող է մարդիկ բանի տեղ չդնեն, բայց այն ժամանակ գիտեք այդ ավտոն ինչ արժեք ուներ, այդ ես խոսում եմ 2000 թվերի մասին։ Շատ հրաշալի ավտո էր, այսինքն սպիտակ 06-ը տվեց, բայց իր ուզած ժամանակ ինչ տվեց։ Տվեց այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը արդեն կար։ Ես չեմ ուզում, որ Աստված պատասխանի երբեմն իմ ավելնորդ ու ձանձրալի հարցերին, բայց փափագում եմ, որ նրա յուրաքանչյուր պատասխանը փոխի եւ մեծացնի ինձ։ Փոքր ժամանակ ես սիրել եմ հարցեր տալ, այդ մասին կարաս եթրա եղբայրը վկայի, շատ հարցասեր եմ եղել, ասենք, «Էս ինչա պապա ավտո է, բա ինչի համար է ավտոն»։ Մարդիկ ավտոյով տեղ են գնում, ուր են գնում, գնում են գործի, բախի են գնում գործի, գնում են գործի, որ փող աշխատեն, բախի են փող աշխատում։ Փող են աշխատում, որ ուտելիք առնեն, բախի են ուտելիք առնում, որովհետեւ որ սոված լինեն ուտեն, բախի են սովածանում, դե որտեղ մարդը կարա սովածան։ Այսինքն այտենց հարցերին վերջ չի եղել իմ։ Եվ ես հիշում եմ ինձ այդ ժամանակ, որ ինքը տանում էր ինձ մանկապարտեզ, ես այդ հարցեր իրան տալով գնում էի, ես հիշում եմ այդ պահը։ Ու այդպես էր իմ աղջիկը, մեծ աղջիկ Միլենան։ Ինքն էլ էր նույն ձևի, նույն իմ կոպիան էր։ Այնքան հարցեր տալի, բայց ես զարմանում եմ մամայիս համբերության վրա, այդտեղ եմ հասկանում ինչա նշանակում լինել մանկավարժ։ Մի քանի հարցից հետո ես կարող ասեի, դե հավեսը չունեմ, գնադեմ, ես ներվերն ունեմ քո, ինչի համար է ինչա։ Ինչի։ Մամաս, եթե միլիոն հատ հարց տար Միլենան, միլիոն 1/3 հարցին ընենց հավեսով, հանգիստ, ուղիղ, ճիշտ պատասխաններ, ասում էի, «Էռնեք քո հավեսին մո»։ Կյանքում չեմ կարող ես իմ երեխեքի հարցերին այդքան պատասխանեմ, ինքը պատասխանում էր։ Ուրեմն կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Այս խոսքերը Աստված ասեց գիտեք երբ եւ գիտեք ում, Երեմիա մարգարեին ասեց։ Ու երբ ասեց, հիշում եք այդ խոսքերը, երբ որ Երեմիան բանտի մեջ էր։ Ասեց կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Հետաքրքիր է, երբ Երեմիան բանտում էր, փակված էր, առանձնացված էր եւ հանկարծ Տիրոջ խոսքն էր ասում, կանչի ինձ Երեմիա եւ ես քեզ կպատասխանեմ։ Սա աղոթք էլ չի, սա աղաղակ է, երբ որ դու աղաղակում ես, որ Տերը հետ դառնա ու լսի քեզ։ Երբ որ Բարթողեմեոսը կանչում էր Հիսուս, Դավթի որդի, քեզ թվում է աղոթք էր անում։ Ինքը աղոթք չէր անում, ինքը աղաղակում էր, ինքը գոռում էր, ասում էր Հիսուս, Հիսուս, սպասի մի րոպե, Հիսուս, խնդրում եմ, սպասի, անցար իմ կողքով եւ ինչ չբժշկեցիր։ Սա աղոթք չէր, սա ուղղակի աղաղակ էր։ Եթե քո կյանքում փակ են բոլոր դռները եւ պատուհանները, սիրելի Աստծո մարդ, հիշի, դեպի երկինք ճանապարհը միշտ բաց է, այդ ճանապարհը ոչ մեկ չի կարող փակել։ Մենք Աստվածաշնչում կարդում ենք դեպքեր, երբ որ Դանիելին պետքա հրեշտակը խոսք բերեր, ասում է, չէ, Պարսից իշխանը Դեմերտուս եկե կռվում էր, չկարողացա այդ խոսքը շուտ բերել, մինչև որ, չէ, Միքայելը եկավ օգնել։ Հավատացեք, հիմա նույն պատմությունը չի կրկնվում։ Գիտես ինչի համար, որովհետև Հիսուս Քրիստոսի հարությունից հետո գրված է. ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Եվ այսօր քո պատասխանը չի հանդիպելու Պարսից իշխանի, ոչ էլ հայոց իշխանի, նկատի ունեմ, ինչ որ եթե այդպես իշխան կա դևեր, արգելքին, որ ինքը չկարողանա քո պատասխանը գնալ երկինք կամ քո պատասխանը երկնքից գալ։ Քո պատասխանը ուղիղ գնում է դեպի երկինք եւ երկնքից քո պատասխանը գալիս է։ Եվ համել երկինք էլ չասենք, Տերը չասես, չէ, ես երկնքում եմ, դու երկրի վրա։ Ասեց ես ամեն օր ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Քո պատասխանը երկինք էլ մի ուղարկի, քո պատասխանը քո հետ է։ Պատասխանողը քեզ քո հետ է, ինքը խոստացել, ասել է ամեն օր քո հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը։
Տեսեք, Երեմիան բանտից ինչ կարող էր ուզել Աստծուց։ Կարակ ասեք։ Երեմիայի ֆիլմը նայել եք, 2 սերիայով մենք թարգմանեցինք, ինչքան հրաշալի ֆիլմ է ստացվել։ Հիմա աշխատում ենք այդ ֆիլմի վրա, Դանիելը շատ ավելի ուժեղ ֆիլմ է։ Վանդակի մեջ գցած, ճիշտ է, ցեխոտ ջրորի մեջ, շատ տանջանքների մեջ էր։ Եվ պատկերացնում եք, Երեմիան ինչ կարող աղաղակեր բանտի ջրորի միջից, ցեխի միջից, վանդակի միջից, սոված այդ վիճակի միջից, ծեծված, ինքը մի բան կարող ուզեր ազատություն։ Ձեզանից որ մեկներ այդ ժամանակ չգիտեմ ինչ ուզելու, ավտո ուզելու, պալատ ուզելու, ախ ասում էիր մենակ ազատության մեջ լինեմ, գոնե ազատության մեջ լինեի, թեկուզ սոված, բայց ազատության մեջ, ոչ թե ասենք sense վանդակի մեջ գցած կամ ցեխի մեջ գցած, երբ որ դու ոչ մի բան չես կարող անել քո համար։ Եվ այդ ժամանակ այնպես չի որ Տերն ասեց, «Վայ Երեմիա ջան, բա շուտ ասեիր, վռած քեզ կհանեի, երկար չէիր մնա ջրորի մեջ, ոչ էլ վանդակի մեջ»։ Տերը գիտեք ինչ ասում, հələ մի րոպե Երեմիա, ես իմ բառերով եմ ներկայացնում իրավիճակը։ Կանչիր ինձ եւ ես քեզ պետք է պատասխանեմ։ Չի ասում ես քեզ պետք է բանտից հանեմ, ասում ես քեզ կպատասխանեմ եւ քեզ կսովորացնեմ մեծամեծ եւ անհասանելի բաներ, որոնց մասին դու չգիտեիր։ Չի ասում քեզ հանեմ, ասում այդ ժամանակ դու ինձ կանչի, որ ես քեզ սովորացնեմ այնպես բաներ, որ դու չգիտես։ Եվ էսի ավելի կարևոր էր, քան Երեմիայի ազատությունը։ Երբ ես Աստծուն կանչում եմ, գուցե նա անմիջապես չփոխի իմ բանտը, բայց իր պատասխանով կարող է այնքան մեծացնել ինձ, որ ես բանտից տեսնեմ այնպիսի մեծ բաներ, որ թագավորի պալատներից թագավորները անգամ չեն կարողանում տեսնել։ Եվ Աստված Երեմիային ցույց տվեց ապագան, չէ՞։ Ցույց տվեց թե Իսրայելի գերությունը եւ ցույց տվեց նաեւ գերությունից վերադարձը, թե ինչպես Աստված պետք է հավաքի իր զավակներին դեպի իր փառախը։ Մոտենան վերջին։ Պետրոսը ակնկալում էր Հիսուսից ընդամենը մի քանի կիլո ցուկ, ճիշտ է։ Ասենք մենք ծկնորսներս որ գնում ենք ցուկ բռնելու, մենք չենք մտածում, որ հեսա մի ամբողջ լիճ ենք հետներս տուն տանելու։ Ասում ենք, ախ, մի հատ 7 կիլանոց լներ, դրանից այնքան բան չենք ուզում, մի հատ 7 կիլանոց, 6 էլ լներ չէր կանգարի։ Պետրոսի ուզածնել էր, Տեր ջան, ամբողջ գիշեր ցուկ ենք բռնե, բայց ոչ մի բան չենք բռնե, ախ, լավ կեթան, քոնե ասենք քոնե մի քանի կիլո ցուկ տանեի տուն, կնիկս տուն թողեր, չասեր ամբողջ գիշեր գնացիր դու էլ եղար ծկնորս, դատարկ է տեսեք է։ Ընդամենը Պետրոսի ակնկալիքը մի քանի կիլո ցուկ էր Հիսուսից, բայց Հիսուսը ինչ ասեց Պետրոսին, ցուկը տվեց, բայց ավելի մեծ բան տվեց, ասեց ես քեզ պետք է դարձնեմ մարդու որսորդ, չէ՞, եւ նաեւ նրան տվեց առաքյալ դառնալու մեծ կոչում։ Մովսեսը խնդրում էր Աստծուց, որ տեսնի նրա փառքը, Աստված ավելի մեծ բան տվեց Մովսեսին։ Աստված հայտնեց իրան Մովսեսին։ Ճիշտ է, Մովսեսը տեսավ Աստծուն հետևից, չէ՞ որ Աստված անցավ, Մովսեսը տեսավ Տիրոջը հետևից, որ չմեռնի։ Բայց էս էլ էր բավական, որ Մովսեսի երեսը արեգակի պես փայլի։ Եղիսեի ծառան ինչ էր խնդրում Եղիսեից, կարաք ասեք։ Վայ, կորանք, վայ, Եսուր բենգանք, վայ։ Վերջներս եկավ։ Մի հատ ծակ էր մանգալի Եղիսեի ծառան, թե ինչ ծակով կարան փախնեն այդ քաղաքից, որ այդ զորքին շրջանցեն եւ այդ զորքը, որտեվ գիտեր այդ անտիվան համար զորքը եկել է իրանց հետևից, ուրիշ ոչ մի բանի հետևից։ Բայց Տերը բացեց ծառայի աչքերը, չէ՞, եւ ինքը ինչ տեսավ։ Տեսավ ամբողջ երկնային զորքը, որ շրջապատված է եւ հաղթանակը ում կողմ եղավ։ Զորքի թե մարգարեի, ինչի համար, որովհետեւ հիշի Տերը, ինչ խնդրում ես դու, Տերը ավելին է տեսնում, ինքը քո համար ավելի մեծ բան ունի պատրաստած։ Ուղղակի դու չես հասկանում։ Աննան Աստծուց խնդրում էր ընդամենը մի որդի, ճիշտ է։ Մի որդի էր խնդրում Աննան, բայց Տերը նրան չտվեց մենակ որդի, Տերը նրան տվեց մարգարե, որի անունն էր Սամուել։ Ամեն։ Դու ասես այնքան մի հատ տղա լինի, Տերն ասում է, չէ, տղեն կտամ։ Բայց ես այդ տղի հետ մեծ նպատակ ունեմ, ինքը պետք է դառնա Տիրոջ մեծ մարդը։ Հակոբը Աստծուց խնդրում էր ընդամենը հաց եւ հագուստ։ Ախ, Տեր ջան, մենակ ուտելու հաց ունենամ, սոված չմեռնեմ, մենակ հագնելու շոր ունենամ, մերկ չմնամ։ Բայց Աստված նրան տվեց շատ ավելի մեծ բան, նրան տվեց կոչում լինելու նահապետը Իսրայելի 12 ցեղերի։ Աստված փոխեց նրա անունը, նրան տվեց նոր անուն, որ նշանակում է Իսրայել, Աստծո հետ մենամարտող եւ հաղթող։ Սողոմոնը խնդրեց Աստծուց իմաստություն, բայց Տերը չտվեց մենակ նրան իմաստություն,
Տերը տվեց նրան այնքան մեծ բաներ, որ այդ անգամ իր մտքով չէր կարող անցնել։ Տերը Սողոմոնին տվեց ամեն ինչ, այդպես բան չեղավ Սողոմոնը, որ տեսած չլներ կամ ունեցած չլներ երկրի վրա եղած։ Պողոսը խնդրեց Տիրոջից, որ հեռացնի իրեն բռնցքը հարող չարին, բայց Աստված տվեց նրան ավելի մեծ բան։ Ասեց. ոչ, իմ շնորհքը քեզ բավա։ Պողոս առաքյալի նման տղոն Տերը ասեց. ոչ, իմ շնորհքը քեզ բավա։ Այնց որ եթե երբեմն քո կյանքում ոչեր ես լսում դու մի մտածի, որ անպայման այնքան անտեսված ես, այնքան Տերը քեզ չի սիրում, չի նկատում, այնքան վատն ես դու, դրա համար է Տերը քո կյանքում ասում ոչեր։ Երբեմն քո կյանքի ոչը հենց քո համար է եւ քո ապագայի համար է։ Կարող է ասենք դու մտածում ես, որ ես այս պահին ունեցա մեծ կորուստ, բայց հավատա, Տերը ասում է ոչ քո կյանքում, որովհետեւ շատ ավելի մեծ այո ունի քո կյանքի համար, որի մասին դու չես էլ պատկերացնում։ Տերը տվեց նրան մեծամեծ հայտնություններ, ճիշտ է, եւ այսօր մենք նայում ենք նոր կտակարանի գերիշխող մասը գրված է հենց Պողոս առաքյալի կողմից։ Բայց հետաքրքիր մի առուտ ուրիշ մի բան էլ չէ, որ մի հատ ուրիշ դրվագում, երբ որ Պողոս ու Շիղան բանտի մեջ էին, այդ ժամանակ ազատություն չէին խնդրում, փառաբանում էին իրանց համար, ու այդ ժամանակ էլ Տերն ասեց չէ, հիմի ժամանակը չի, որ դու բան անես, բանտում քո հանվեսին հանգիստ պարկես, գործ ունեմ քո համար, սանատորիա չես եկել, էլի։ Բանտի հիմքերը ցնցեց, չէ, կապանքները վայր ընկան, հանեց, ասեց դեմի գնացեք գործ ունեք անելու, գնացեք ավետարանչություն արեք, ինչ եկեք էստե նստե։ Ինչ ես խնդրում Աստծուց դու, սիրելի Աստծո մարդ, էսի շատ կարևոր է, բայց ինչ ա ուզում Աստված տա քեզ, սա ավելի կարևոր է։ Եվ հնարավոր է, որ քո խնդրածը եւ Աստծո ուզածը տարբեր լինեն, բայց ինչ էլ որ նա տա, նրա պատասխանը մեծացնելու է քեզ, հիշի, սա քո լավի համար է։ Ինչ ձևով կտա քեզ, չգիտեմ։ Եղիայի մասին գրված Աստվածաշնչում ասում է. Եղիային կանգնեցրեց սարի վրա եւ մի մեծ եւ զորավոր հողմ, որ պատառում էր սարերը եւ կոտրատում ապառաժները, բայց գրած ասում է. Տերը դրա մեջ չէր։ Հետո ասում է երկրաշարժ եղավ, բայց Տերը դրա մեջ չէր։ Հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր, եւ հետո մի հատ մեղմ եւ բարակ ձայն, որ խոսեց նրա հետ եւ ասեց. Ինչ ունես այստեղ Եղիա։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչ ունես Եղիա, ինչ ես անում ստեղ։ Երբեմն մենք էլ մեր կյանքում հելնում ենք, մեզ թվում է այսա տվեցի, անապատը կդրեցի, անցա 40 չէ 80 օր անցա, գնացի ասա ինչ որ միտեղ էսա Տերը գիշնիկ ասի, վայ ապրես դու, որ այսքան ճանապարհ անցար եկար։ Տերը իջավ հանդիմանեց, ասեց ինչ ունես ստե Եղիա, ինչ կա, ինչ ես եկի ասես ստեղ։ Ու Եղիան գիտեք ինչ էր ասում, սկսեց բողոքել։ Տեր, սաղին սպանեցին, սաղին մենակ էս տղենա մնացել, մենակ ես եմ մզնից։ Տերն ասեց սխալվում ես, թե մենակ դու ես մնացել։ Քո նման 7000 ունեմ։ 7000 քո նման ունեմ։ Հիմի կեթաս, եթե այդքան շատ ես հոգնե։ Եղիսեին քո տեղը կընտրես մարգարե, չէ՞։ Մեկին էլ թագավոր ասես, չէ՞, չեմ հիշում ում ասես թագավոր կդես, Եղիսեին էլ քո համար կընտրես մարգարե, հետո արդեն կտանեմ, всё։ Վերջ։ Անցար թոշակի։ Արդեն սրանից հետո կգա մեկը, ով կունենա քո կրկնակի զորությունը եւ կանի այն ամենը, ինչ որ միգուցե Աստված փորձում էր քո հետ անել։ Յոերթասը ֆիլմով է տեսել։ Ճիշտ է, Յոերթաս ֆիլմը մենք չենք կարող ասենք, էսի Աստվածաշնչյան ճշմարտություն է, բան, բայց հետաքրքիր է, չեմ պահը, երբ որ Պետրոս առաքյալը փախնում է Ռոմից, որ հանդիպում է Տիրոջ ասում է, Յոերթաս Տեր ասում է, ես ասում եմ կերթամ Ռոմ, որ խաչվեմ կրկին, քո փոխարենը մետում հմի Ռոմ, որ մի հատ էլ քո փոխարեն խաչվեմ։ Երբեմն սիրելի Աստծո մարդ, Աստված մեզ ուղարկում է Ռոմ, մենք փախնում ենք ուրիշ տեղ։ Աստված քեզ ուղարկում է Նինվե, դու փախնում ես Թարսիս, տեղը գալի ասում է Յոերթաս, ինչ ունես այստեղ։ Ես քեզ միթե այստեղ էի կանչե, որ դու եկել ես այստեղ։ Եթե ուզում ես Տիրոջ ձայնը լսես, եթե ուզում ես երբեմն Տիրոջ ձայնը քեզ ուղարկում այնտեղ, որտեղ որ դու չես ուզում։ Բայց իշի, եթե դու չես ուզում, չի նշանակում դու չես գնա։ Աստված քեզ կարա կետի փորովել ուղարկի։ Բայց միևնույն Աստծո կամքը դու կկատարես։ Իսկ եթե չուզենաս ուղարկի հրաժարվես, Աստված քեզ կդնի մի կողմ, քո նման մեկ ուրիշին կհանի ու քեզնից ավելի լավ կօգտագործի։ Ու այն օրհնությունը, որ պիտի դու ժառանգեիր, կստանա մեկ ուրիշը։ Գիտեք, խուլ մարդու համար բոլոր ձայները մեկ են, որտեղ ինքը ոչ մի ձայն չի լսում։ Միևնույնն է, ոչինչ չի լսում, դրա համար իր ականջները կա, բայց լսողություն չկա։ Բայց այսօր ես կոչ եմ անում ձեզ, փնտրեք Տիրոջ երեսը, փնտրեք Տիրոջ ձայնը, փնտրեք Տիրոջ կամքը
եւ Աստված կբարձրացնի եւ ձեզ կհաստատի ժայռի վրա ձեր ոտքերը, որ պինդ կանգնեն։ Աստված կտա քեզ արծվի պես թևեր, որ դու ծավառնես ու չհոգնես։ Ինչի համար, որովհետեւ Աստված ուզում է, որ դու մտնես իր ծրագրերի մեջ եւ դու կատարես իր կամքը։ Աստված երբ որ գնում էր Սոդոմ Գոմորը կործանելու, եկավ Աբրահամին տեսավ, չէ, ասեց. «Միթե ասեց իմ ծառա Աբրահամից ես պիտի պահեմ այն ինչ որ պետք է անեմ»։ Եթե դու իրոք Աստծո մարդ ես, իշի, դու ոչ թե Աստծո ծրագրերը կիմանաս վերջում, այլ դու կիմանաս Աստծո ծրագրերը նախորոք, որտեղ Աստված իր ծառաներին, իր ծրագրերի մասին ասում է նախորոք։ Մի հատ համար էլ կարդամ ու վերջացնեմ։ Սաղմոս 50-ի 15 խոսքերը։ Կանչիր ինձ նեղության օրումը, եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառավորես ինձ։ Եվ նաեւ Սաղմոս 91:15-ը ասում է. նա կկանչի դեպի ինձ, եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան։ Աստված օրհնի ձեզ։